Քանի որ այդ միջադեպը համացանցում շատ բուռն է քննարկվել եւ բազմաթիվ զրպարտություններ է տեղի ունեցել իմ նկատմամբ եւ ամբողջ իրականությունը մանիպուլացել են, դրանց պատճառով ես այսօր հրավիրել եմ այս ասուլիսը, պատասխանեմ ձեր հարցերին եւ այդ ամենը բարձրաբանեմ եւ հստակ փաստերով հիմնավորեմ, որ այդ ամենը սուտ է։ Առաջի սուտը ուզում եմ անդրադառնալ նրան, թե իբրև, ինչպես որ համացանցում շատ բուռն տարածվեց, որ իբրև թե մանկապարտեզի տեսանյութում ես թաղապետին վիրավորել եմ։ Հիմա ձեր թույլտվությամբ ես հիմա կմիացնեմ այդ մանկապարտեզի հրապարակած տեսանյութը եւ բոլորս մենք իրար հետ կդիտենք հստակ փաստերով, այլ ոչ թե խոսքերով եւ կտեսնենք որտեղ եմ ես, որևիցե մեկի հասցեին այդ թվում թաղապետին վիրավորել։ Ես խոսափողերը Քպայի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է, իսկ ժողովուրդը տեսնում է ժողովրդի միած լսում կասի անկեղծ, ես ամենի խոս չեմ տեսնում։ Հիմի նաև իմ հարցը Մասիվի թաղապետին է, այսինքն Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությանը էլի օրինակի համար։ Թաղապետը դուք եք, հասկանում եմ, որ ձեր կաբինետից ներքև ձեր քշտի տակի այգիները նույնիսկ չեք մտնում նայում ինչա, բայց մանկապարտեզը այստեղ հասկանում եք, մեր երեխաներն են խաղում, հասկանում եք ստեղ։ Ես բարը բրդիկինգի հասկանում եք, բարոյականությունից եք, հետ եմ գալու նորից ստուգելու եմ։ Չեմ թողի, որ սենց այս վիճակում թողեք ես մանկապարտեզը։ Ուսակա պոկվելու անգնի, հա։ Չէ, նորմալ է ժողովուրդ։ Իշխանությունը, պաշտոնյաները աշխատանքային շրջաններ չեն անում, իրանց աշխատանքային շրջաններ դուրս չեն գալիս այդ մարդները, ախում են եկել նկարվելու համար են դուրս գալի, որսեն գան, խնդիրները տենան, փորձեն լուծումներ տան, որպես այդ ախմեն ու չեն գալի, ուրեմն մի օր որոշել եմ փող քաղաքապետերի հանգստան սենյակները շրջայց կատարել, տեսեմ ինչ խմիչներ եք դուք խմում, պատահական կնի Անագնկած է համար։ Ձենը լսում է։ Ամենաշատը 2 տարվա ընթացքում, 2 տարի հետո ես մանկապարտեզը նորից վերանորոգ։ Միանշանակ, նորից։ 2 տարի չի ծառայ, ամենաշատը։ Լավ է խաղվել է։ Կանալիզացիան եկել է, լսվել է սև ամբողջությամբ։ Հասկանում եք այդ հակասային տարիքան վիճակ ինչա դեր ունենալ։ Հավաքես մի ձևին տանել, լսել արգիշտի մեկ հասցի դրանց կաբինետները։ Հիմա տեսեք ստեղ, էլի, ակոնք իմ ասկության կպան, որներ դուքը ասվածել է ժողով, պիտի փոխարեն եմ, արտասային վերակառուցեն, ես ասվալտի մակերեսին եմ, բայց բրրել ասվալտը բրրել են դիտավորեք, կատուկ է, ժորդական լեզով ասած, բերել են, դուքը ասվալտապատել են, հետո կան են այդ թոմելավ կիպը տեսեք, չէ, ու ես ասվալտը լրին եմ, որ ուզենամ ձերս կցեմ քանդեմ, հաստատ կարողանալ եմ, ու նորից եմ կերկնում, այս ձևի փողերը մսխել հոդս ցնդեսնել, ինչ հատ է ձեր քպայականն, հա տղեկ, ամոթ էլի շնորհք ունեցեք, գոնե փող ուտում եք այնպես տեղ կերեք, որ երեխեքի վրա չուտեք այդ փողն, էլի, մանկապարտեզի վրա մի կերեք այդ փողն, էլի, ինչ պետք է անեն, ինչ պետք է անեն, դատեն քննականներին, բոլորին պատասխանատվության ենթարկեն ու բերեն նորմալ կառույց։ Ես հարցը ուզում եմ նաև տալ այդ ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։ Լևոն Հովհաննիսյան, ձեր երեխային կբերեք այս մանկապարտեզը։ Կարող եք ակոնք իմաստությանն ադարձել պատճառ։ Ես չգիտեմ, բայց հստակ ժողովուրդ ջան, հարգելի լրատվամիջոցներ, նոր ես միացել եմ պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութը, որը ըստ իրանց առիթ է դառել, որ զանգահարեն եւ սպառնան։ Բոլորդ լսեցիք, որ հստակ իմ կողմից որևիցի մեկի հասցեին, այդ թվում թաղապետի, ոչ մի վիրավորական խոսք եւ առհասարակ ոչ մի նշում թաղապետի հասցեին որևիցի խոսք չի եղել։ Բացի այդ, համացանցում վերջի ժամանակահատվածում դեպքի վերաբերյալ շարժվել է այն, որ
մենք ներկայացել ենք դա մանկապարտեզի աշխատանքները որպես ավարտված եւ այդ ինչ որ երեխեքներ են հաճախում մանկապարտեզ, հարգելի ժողովուրդ ջան, լրատվական միջոցներ ջան, ես որդեգրել եմ մի սկզբունք, որն այն է, որ ես երբևիցե սուտ չեմ խոսում, ներկայացնում եմ այն իրականությունը, որը կա, անհերքելի փաստերով եւ հիմա կրկին պարոն Մանուկյանի հրապարակած տեսանյութից մի հատվածը միացնեմ, որում հստակ ես նշում եմ, որ այդ մանկապարտեզի աշխատանքները ընդունված չեն, բայց սակայն արդեն իսկ պետք է հանձնված լինեին։ Այսինքն մենք չենք ասել, որ այդ աշխատանքները ընդունված է եւ ներկայացնում ենք սխալ։ Այսինքն ինչպես կա, այդպես էլ ես ներկայացել եմ։ Եվ հիմա միացնեմ այդ տեսանյութի այդ հատվածը։ Աշխատանքները չավարտված գնում է, բայց հեսա չի կարողանում ավարտին հասցնել, որ մի հատ էլ չավարտած են նկարում։ Հենց հարցը դրանում է կայա։ Տեսեք, իմ գործողությունների մեջ ոչ մի զրպարտանք, վիրավորական ոչ մի խոսք չկա։ Ինչի արդիվ թաղապետը իրան թույլ է տվել, որ զանգահարի ինձ, միտումնավոր եւ սպառնացել, ինչի ձայնագրությունը իր զանգի հրապարակվել է այն բանի համար, քանի որ նա հերքել է, ասել է ես ոչ մի վիրավորանք չեմ տվել, հրապարակումը տեսանյութ ձայնագրումը դրա համար է եղել, որ իր սուտը ոչ մի ձև չկարողանան մանիպուլացնել, այսինքն որից հետո նա վերահաստատել է, որ զանգել է եւ վիրավորել է, մտածված է։ Հիմա Խաղապետի հարցազրույցից մի հատվածը միացնում, որտեղ նա ասում է. Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ժողովուրդ ջան, տեսեք, Խաղապետը ըստ իր խոսքերի միտումնավոր է զանգել եւ ինձ սպառնացել։ Այն դեպքում, երբ որ ես որևիցե վիրավորանք չեմ արտահայտել եւ հիմա ասեք իմ կողմից սադրանքը այդտեղ ինչու՞ է կայանում, որ իրանց այս իշխանության թալանն են բացահայտում կոռուպցիան, այդ է եւ դրա համար տեսանյութով շատ պարզ հստակ երևում է, թե ինչպես եմ ես միայնակ բարձացել եմ վերև դուռը նորմալ ձևի ծեծել եմ, բացել եմ հանգիստ տոնով խոսացել եմ, առասարակ կոչ եմ արել, որ նրանք հանգիստ տոնով խոսան, որը իրանք հենց ինձ վիրավորել են եւ հետևից հարվածել են եւ խմբակային ինձ վրա հարձակվել են, այդ տեսանյութը բոլորս էլ տեսել ենք եւ դա անհերքելի է։ Այսինքն սա ակնհայտ անհերքելորեն ապացուցում այն մասին, որ այդ ամբողջ գործընթացքը եղել է միտումնավոր կազմակերպված։